Նոր նախարարների անուններ են հնչելու դաշնակցություն կուսակցությունից, ըստ ձեզ սա որևէ բան կփոխի կառավարման արդյունավետության առումով թե ոչ, եւ ինչով է պայմանավորված այս նշանակումները։ Եթե արդար լինեմ, ինձ թվում է ոչ մի բան չի փոխվելու, ոնց նա լավ ֆիլմ կար, այնտեղ այդ ֆիլմի մեջ ասում եմ միջև հեղափոխությունը փութը 16 կիլոգրամ էր, հեղափոխությունից հետո փութը մնաց 16 կիլոգրամ, այսինքն ոչ մի բան չփոխվեց, իմ կարծիքով ոչինչ չի փոխվելու, ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ժողովրդի մասին մտածում է։ Ես կուզենայի, որ փոխվի, որովհետև կրթություն չկա հիմա Հայաստանում, դժբախտաբար, ես ինքս մանկավարժ եմ և կարող եմ ասեմ, որ շատ վատ վիճակում եմ։ Իսկ ինչ եք կարծում, Լևոն Մկրտչյանի անունն է շոշափվում, ըստ ձեզ նրա նշանակումը որևէ բան կփոխի դրական փոփոխություն կարձանագրել։ Դրական չեմ կարող ասել, որովհետև ես անձամբ բան չեմ անում, շուտվանց ճիշտ ասած չեմ աշխատում այդ բնակավարում, բայց ինչ-որ փոփոխություններ ամեն դեպքում ով լինի նորություն կլինի։ Ավելի լավ է տենց նորություն, քան շարժ է պետք, շարժ։ Եթե ժողովրդին իսկապես նվիրյալներ լինեն, պետք է որ փոխի։ Ամեն դեպս հուսանք, որ կփոխի։ Առանց հույսի դժվար է ապրել։ Կարծում եմ, եթե ամեն մարդ իրեն տեղը գտնի, համապատասխան մասնագիտությամբ եւ իր նվիրումով, հարի պլյուս հարի նասիրական իր համողումները, կարծում եմ, պետք է որ լավ լինի։ Խնդիրներ իհարկե կան, շատ կան, բայց միշտ էլ կարծես թե հուսում ենք, որ լավ կլինի, բայց այդ խնդիրները շատ քիչ են լուծվում։ Խնդիրների վրա նորից խնդիր է ավելանում, նորից հուսում ենք, որ հաջորդը ավելի լավը կլինի, հուսանք, որ լավը կլինի։ Փոփոխությունը երևի թե այս ուղղակի պորտֆել պիտի տան դաշնակցությանը, երևի թե դրա համար քաղաքականը ավելի շատ ոչ թե պրոֆեսիոնալ։ Եթե ավելի կարող մարդկանց պիտի ընդունեն, կարծում եմ, որ հասարակության համար շատ օգտակար կլինի։ Այսօր ցավոք սրտի ամեն անհատ հարցեր չի լուծում, հա։ Սա վերևից է գալիս։ Կթողեն, ուրեմն կանեն լավ բաներ, չեն թողի, չեն անեն։